90-ականներին առաջին պատերազմի ընթացքում ֆիլմեր ստեղծվել չէին կարող։ Երկիրը ծանր տնտեսական վիճակում էր։ Կապը մարտի դաշտի հետ երկրորդ պատերազմի ուղիղ կապը չէր։ Առաջնագիծը շատ հեռու էր եւ ամենաթարմ նյութերը հաջորդ օրվա լուրերն էին։ Առավոտվա թարմ մամուլը, մասնավորապես Երկիր օրաթերթը, որը սպառվում էր կրպակներում հայտնվելուց անմիջապես հետո։ Զիկո ջան, Արմինե ջան, լավ եղեք։ Մամա միշտ լսող է, բարով եղեք։ 90-ականներին թատրոնները ոչ այնքան պատերազմի թեման վերլուծելու դեր էին ստանձնել, որքան դժվար կենցաղային պայմաններում ապրող ժողովրդին որևէ ուրախություն պարգևելու ցանկություն։ 1993-ին բացվեց մետրո թատրոնը Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանամերձ տարածքում եւ առաջին ներկայացումը Ուիլի Թիթիջիկ ու երեքն էլ մի աղջիկ ներկայացումներ։ Նույն թվականին Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում բեմադրվում էր Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը»։ Ռեժիսոր Անդի Վերնոյն էր ֆիլմը ներկայացրել Մհեր Մկրտչյանին, խորհուրդ տալով բեմադրել այն նորաբաց թատրոնում եւ խաղալ գլխավոր դերը։ Սա եղավ Մհեր Մկրտչյան թատրոնի առաջին ներկայացումն ու Մհեր Մկրտչյանի վերջին դերը։ Փոքրիկ Պրովանսում ապրող Հացթուխի կինը սիրահարվում է երիտասարդ Հովվին ու հեռանում ամուսնուց։ Հացթուխը դադարում է իր գործն անել ու կյանքը գյուղակում կանգ է առնում։ Մհեր Մկրտչյանի խաղը տեսնելու համար պատերազմական ծանր իրավիճակում գտնվող քաղաքի բնակիչները ամեն անգամ լեփլեցուն դահլիճ էին ապահովում։ Պատերազմական թեման բացակայում էր։ Փոխարենը կար քաղաքական շոուն, որի հիմքը դրվել էր դեռ պատերազմից առաջ Ոզնիներ թատերախմբով։ Ուրիշ ինչ հարցեր կարող է ստալ որդյակ։ Դուք կուսակրոն եք։ Ինչ է նշանակում դա բացատրիր ինձ որդյակ։ 1997-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրվեց Հաթաբալադա ներկայացումը։ Առաջին ներկայացումը հայկական իրականության մեջ բոլորովին նոր, սուր հումորով քաղաքական թատրոն էր։ Իսկ մանկությունը մի թռչուն է, թելով կապված մեր սրտերից,